Մարտի 28-ին ԱՄՆ 60 կոնգրեսականներ կոչ են արել պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրառել ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, նշելով Բաքվի կողմից Արցախի 120,000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումները։ Իր հերթին ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը հրապարակել է ամենամյա զեկույց, որում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մասին և խորհուրդ է տրվել դիտորդներ ուղարկել տարածաշրջան։ Սահմանային խոզնավար ու խնածաղ գյուղերում լսվող կրակոցի ձայները տեղացիների մարտի 27-ից նվազել են։ Սյունիքի այս երկու գյուղերից քանի օր է հայտնում են ադրբեջանցիները ակտիվանում են գիշերը ու հիմնականում օդ են կրակում։ Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը ասել է, եթե նախորդ 6 օրերին ադրբեջանցիները գիշերը 10:20-ից սկսած 1 ժամը 1 պարբերականությամբ էին կրակում, արդեն 2 օր է հաշված անգամներ։ Խոզնավարում այս պահին 240 բնակիչ է ապրում, ըստ վարչական ղեկավարի, մարդիկ այժմ ապրում են իրենց սովորական կյանքով։ Եթե Հայաստանը անդամակցի ԵՄ-ի, Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երևանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակը, մարտի 27-ին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Իհարկե մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացներին և մենք հասկանում ենք, որ եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա, ապա անհրաժեշտ կլինի վերանայել տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը, ասել է Օվերչուկը։ SpaceX ընկերությունը Starlink արբանյակային ինտերնետն արդեն Հայաստանում է։ Մարտի 28-ին X-ի իր էջում գրել է միլիարդատեր SpaceX-ի հիմնադիր ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը։ Հայաստանը ըստ Մասկի դարձավ 130-րդ երկիրը, որտեղ հասանելի է Starlink գերարագ ինտերնետը։ Համացանցում լայն տարածում է գտել տեսանյութ, որում հայ երիտասարդը Երևանում իր թութակի հետ երթևեկում է հանրային տրանսպորտում։